Վերջին օրերին քաղաքական բլոգեր Արսենը ակտիվ քննարկումների կենտրոնում է անդիմադիր ուժերին ուղղված իր հրապարակային հարցերի եւ դրան շուրջ տեղի ունեցած հանդիպումների պատճառով։ Նա արդեն հանդիպել է Գագիկ Ծառուկյանի եւ նրա գլխավորած քաղաքական բլոկի ներկայացուցիչների հետ։ Բլոգերը զրույցի մանրամասները դեռ չի հրապարակում, թե ինչ է իրականում տեղի ունեցել հանդիպման ընթացքում եւ ինչ հարցեր են քննարկել եւ ինչ սպասել առաջիկայում, այդ ամենի մասին հենց հիմա մեզ հետ բլոգեր Արսենն է, ողջույն, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչպես առաջացավ միտքը անդիմադիր թևին հարցեր ուղղելու վերաբերյալ։ Նախ շնորհակալություն հրավերքի համար եւ որ ձեր ուշադրությունը նույնպես գրավել է, ուրեմն հասարակության մեծ մասինը նույնպես գրավել է։ Տեսեք, օրակարգը ինչպես ձևավորվեց։ Ինքը վաղուց է ձևավորվում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ ես ունեմ համաձայնություն քաղաքական դաշտում եւ իր օրակարգին։ Ես իմ համար հարց եմ իմ մեջ տվել, վերլուծել եմ, թե լավ, ինչու ես չեմ օրինակ ընդունում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի օրակարգը։ Ունեմ հստակ նշված իմ համար կարմիր գծեր, որոնք ինքը անցել է։ Լավ, ասում եմ, ովքեր են գալու փոխելու։ Եթե ես ինչ-որ մեկին օգնելու եմ, մեկ անհատս, չեմ ասում հազարավոր մարդի։ Ինչ են իրանք տալու դրա դիմաց։ Այսինքն ինչ են իրանք փոխելու։ Մեզ պետք է հասկանամ, թե օրինակ Արցախի հարցը։ Օրինակ իրանք ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, թե ոչ։ Եթե ոչ, ինչպես են հանդես գալու, եթե իրանք իշխանություն են տալի, որբիսի աշխարհը հասկանա իրանք ինչ են ասում եւ ասենց ասած պատերազմ չարարվի, այլ նստի բանակցությունների միջոցով իրենց տեստականը առաջարվի։ Երկրորդ հարցը, մենք ունենք օկուպացված տարածքներ, Ջերմուգի հատվածում, Վարդենիզի հատվածում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք անելու ենք սահմանազատման միջոցով, չկոնկրետացնելով, թե ինչու օրինակ հյուսիսից սկսեցին եւ հարավում ոչ մի գործողություն չի գնում։ Ասենք երկրորդ этаպը բերեք անենք ուրեմն ասենց ասած Ջերմուգից։ Ինչու չի արվում։ Այ ինչ տեստականը իրանք մի քանի քաղաքական գործիչներ եւ ուժեր արդեն ասել են մենք խաղաղ ճանապարհով ենք անում։ Okay, ո՞նց եք անելու։ Ո՞նց եք անելու այդ քաղաքական ձեր բանը ձևը։ Ո՞նց եք, եթե օրինակ Սամվել Կարապետյանը ինքը գտնվում է հետախուզման մեջ Ադրբեջան պետության կողմից։ Ես պատկերացնում եմ Սամվել Կարապետյանը դառնում է վարչապետ, ինչ որ ձև ինքը պետք է հանդիպի, չէ՞։ Բանի հետ։ Չեմ ուզում Ալիևի հետ։ Ոնց են իրանք դա տեսնում։ Ասենք Ալիևը ոնց որ հիմա իր բանով ոչ մի դեպքում էսի իմ համար սենց պետք է լինի, սենց սահմանադրություն եւ այլն։ Այ իմ համար հետաքրքիր է, այդ դեպքում դու ո՞նց եք այդ հարցի լուծում տալու։ Ո՞նց այդ խաղաղ ճանապարհը ո՞րն է։ Հյուսիսին եք դիմելու, որբիսի դա կազմակերպվի։ Ինչու դիմացեք դուք դա դիմելու։ Այսինքն հարցեր կան չպատասխանված։ Ես ուզում եմ իմ համար ոչ թե թիրախավոր հարցերն են, որոնք հետաքրքրում են հանրությանը եւ հատկապես ձեր հետևորդներին։ Հիմա եթե մասնավորեցնենք կոնկրետ ովքեր են նախ արձագանքել բացի Գագիկ Ծառուկյանից եւ իր ղեկավարած թիմից այլ ուժեր արձագանքել են։ Նախ առաջինը մասնակցող թիմից ես բոլորին չեմ նշել, եղել է նաեւ թիմ, որը կոնկրետ պատասխան է տվել, իմ հաղորդման ժամանակ էլ է պատասխան տվել, թե ինքը ոնց է տեսնում տեստականը։ Դա իր մոդեցումն է, իր թիմի մոդեցումն է, ես ընդունում եմ յուրաքանչյուր իր ճանապարհով է գնում, իմ համար հետևություն եմ անում, արժի այդ մարդուն այդ ուժին ձայն տալ, թե չտալ։ Արձագանք եղել է նաև ուժեղ Հայաստանի կողմից, որ կարելի է դա ճեպազորիչների միջոցով այդ հարցերը մերժել եք։ Ես մերժել եմ, որովհետև նմանատիպ հարցերը չի կարելի ճեպազորիչների ֆորմատով հարց ու պատասխան, այսինքն մի հարց տամ, ինքը պատասխանի ու դրանով եզրափակվենք, իմ մեջ հարցը առաջանում, թե ոնց ես դու օրինակ դա անելու։ Խաղաղ եմ անելու։ Всё, ես դրանից հետո չեմ կարող ասեմ ոնց ես խաղաղ անելու։ Ես առաջարկել եմ հետեւյալ ձևաչափը, որը արվեց Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիմա եթե խնդրեմ, եթե ուզեք, ես բացեմ խաղակարտերը, թե ինչպես տեղի ունեցավ։ Իհարկե կարամ, որոշակի չափով կարամ։ Տեսեք, ես միանգամից ասեմ ձեր հանդիսատեսին նույնպես, որ ես մի վարքյան չէի կասկածում, որ Գագիկ Ծառուկյանի կողմից ելնելու է այդ առաջարկը, քանի որ իրան համարում եմ եղած ընդդիմության միջի ամենաժողովրդավոր մարդը։ Ինքը չի գնում, այս մարդը ով է, մի քիչ հարուստ է, դե հարուստ չի, ունի հետևորդների շատ մեծ քանակ, թե չէ, իմ դաշտից է, թե իմ դաշտից չի, կա հարց, եղբայր, արի նստենք այն իրա ձևով ասեմ, եղբայր, արի նստենք քննարկենք։ Գնացել եմ, նախ առաջինը թույլ տվեք ձեր տեղավարում շնորհակալություն ասեմ ընդդիր ընդունելության համար։ Ընդդիր ասելով, որ դա թիմային էր։
Ես ճիշտն ասեմ, ինչու համար իմ համար միանգամից դրական իմպուլսներ գնացին այդ հանդիպումից, որովհետև յուրաքանչյուր գիտեին ինչու մասին է լինելու հարցը, յուրաքանչյուր ոլորտի իր թիմակից պատասխանատու մարդը դեղ էր, ով որ պրոֆեսիոնալ էր։ Այսինքն ցույց տվեց իր թիմը, իր ասենց ոսկին։ Եվ քննարկեցինք նախ առաջին Արայվազյանի հետ մոտ մի 15 րոպե 20 րոպե մենք քննարկել ենք այդ հարցը առանձին, այո, իմ կողմից շատ հարգված ու ես կարող եմ նորագույն հայաստանյան պատմության մեջ ամենադժվարին этаպում մեր արտգործնախարարը եւ ասենց ասած արժանապատիվ ձևով դուրս եկած այս ամեն ինչին դեմ իր հետ զրուցել ենք, ինքը փակագծեր բացել է, ես չեմ կարող բացեմ այդ փակագծերը, ուղղակի այն հետևորդները իմ ունեցած, որովհետեւ 5 տարի գիտեն ես ինչ ձև եմ տեսնում լուծումը, ես ասում եմ գրեթե 80%-ը համընկնում է եւ իրատեսական ոչ թե պոպուլիզմ էր այնտեղ դրված տակը, ռեալ ճանապարհակարդեզը դրված տակը, որ քայլից հետո որ քայլը պետք է արվի, կային տեղեր, որ ես առաջարկ արեցի Գագիկ Ծառուկյանին իմ եւ իմ թիմագիցների կողմից եւ խնդրեցի տեսնել, եթե հնարավոր է իրենց ծրագրի մեջ ներառել այդ դիվանագիտական այդ հատվածում մեր առաջարկները, իրանք խոստացան, որ անպայման կքննարկեն եւ մեզ պատասխան կտան այդ հարցում, դա նույնպես ցույց է տալիս մարդու բաց իրական առաջարկ Հայաստան, դա նշանակում է իրական առաջարկ Հայաստան, այսինքն յուրաքանչյուր մարդ կարա գնա, ասի ես առաջարկ ունեմ այս ոլորտի համար այս ու դա կլսվի, կքննարկվի ռեալ։ Հիմի ես սպասում եմ մնացած քաղաքական ուժերից նույնպես արձագանքի, քանի որ համարում եմ Հայաստանը այսօր ոչ միայն ընտրում է ազգային ժողով, այլ ընտրում է իր աշխարհակաղակական որ բլոկում եւ ինչ տեսլական է տեսնում իր ժողովրդի, իր ազգի համար շատ կարևորագույն լուծումներ պետք է տրվի այս հանդիպումից հետո դուք հայտարարություն տարածեցիք, ավելի ճիշտ խոսեցիք ձեր հետևորդների հետ եւ ասացիք, որ ձեր եւ Գագիկ Ծառուկյանի թիմի կարծիքները 80% համընկնում են։ Դաժե ավել նույնիսկ ավելի։ Այո։ Կարող եք 2-3 սկզբունքային հարց նշել, որոնց շուրջ իսկապես ձեր տեսակետները համընկնում են։ Տեսեք, ես կարող եմ գնահատական տամ որպես մասնագետ, թե ինչն է, բայց մնացածը թող մարդիկ արդեն ծրագիրը հրաբարագելուց հետո կարդան հասկանան։ Թույլատրելի սահմաններում, եթե հնարավոր է։ Այո, թույլատրելի սահմանները, սենց ասեմ ձեզ։ Ռեալ գնահատումը աշխարհակաղակական այն ամենը ինչ տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Այսինքն քարտեզներ են գծվում, դա հնչեցվեց, խոսացվեց, տեսեք, մենք չենք կարող մեր խնդրեմը, մեր խնդիրը անջատենք օրինակ իրանական, Թուրքիայի հետ հարաբերությունների, տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գլոբալ տիկտանից։ Այո, տեսեք, երբ որ մարդը ինձ ասում է, որ մենք հասկանում ենք Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները, եւ դա պետքա սեղանի վրա նստենք քննարկենք, դա նշանակում է ինքը պոպուլիստ չի, ինքը չի ասում, որ 102-րդ ռազմաբազան վաղը հանում ենք դուրս։ Ինչ կապված է մեր անվտանգության հետ։ Իհարկե երկու տարբերակ է տրվում անվտանգության հետ, թեկուզ եւ մեր տարածքների ասենց ազատման կան լծակներ, որը հիմնական իրանք շեշտադրում են դիվանագիտական ոչ թե զենքի վրա։ Արցախի ազատագրման մասին։ Ոչ, ասեն արդեն խոսքը գնում է Հայաստանի հենց կոնկրետ այո ոչ մենակ ջերմուկի շատ տարբեր հատվածների իրանք չեն գնում այն սկզբունքներով այստեղ ձունա մեզի պետք է ոչ մեզ այդ ձունը շատ թանկ է որը մեր հայրենիքի մեջն է այդ ձունը ընկե այդ սկզբունքով են իրանք առաջ գնում բայց չեն ասում զենքն առնում ենք հենց սկզբից դնելու ենք գյուլ ենք չկա դենց խոսակցություն կա ռեալ խոսակցություն որ դիվանագիտական որ շղթաներով եւ որ միջնորդությամբ կարելի է դա վերականգնել ու շատ արագ մեր ձեռքերով արեք sense ասեմ մեր ձեռքերով բայց իրանք դուրս են մեր ձեռքերով չի մեր ուղեղով ուրիշի ձեռքերով իրանք դուրս են գալու ինչ որ նաև կարելի է sense մի փոքր շտող ինձներն մի այն գործիքակազմը որը կարելի է օգտագործել դիվանագիտական հարթակում պատժամիջոցների կիրառմամբ Ադրբեջանի վրա համ գերիները կարան ազատվեն եւ համ զորքի հետ քաշում լինի եթե նկատել եք երեկվա հայտարարությունը թե առաջի օրվա Բելգիան արդեն խորհրդարանում հայտարարություն է ընդունել, որը կոնկրետ այն ինչ ամենը ինչ որ ես ձեզ ասում եմ ավելի լայն, sense մասշտաբային աշխատանքի դեպքում մնում են այդ մեխանիզմները աշխատեն։ Հիմա կար հարց, որ ձեզ համար ոչ թե կար, այլ կա հարց, որ ձեզ համար կարմիր գիծ է եւ այդ հանդիպման ընթացքում եւս դուք դա հնչեցրել եք։ Իհարկե
ես ստացել եմ դա անգամ պատասխան, որը ինձ գոհացնում է։ Եթե ես ասում եմ ինձ, հավատացեք, դա մենակ ինձ չի։ Կարող եք ասել, որ հարցն է դա։ Ցեղասպանության ճանաչման օրակարգ բերելն է։ Դա առաջնայիններից մեկն է, որովհետև ես հասկանում եմ, քանի Գազանը ինքը չի ասել, որ ես Գազան եմ, ինքը Գազանությունը անելու է։ Եվ այդ իրանց ասենց ասած ճանապարհը, իրանց այդ տեսլականը տանում է իմ կարծիքով եմ ասում, տանում է շատ մեծ աղեթի։ Ես նկատի ունեմ ԿՊ-ի առաջարկը, բայց Գագիկ Ծառուկյանի թիմագիծների արձագանքով ոչ թե առաջ ենք քաշելու, առաջնային ենք դարձնելու, այլ ունենք ռեալ մեխանիզմներ, ոնց անենք, որ ասենք այդ երկրները, որոնք ընդունել են, իրանք գործնական քայլեր անեն, որովհետեւ Թուրքիան ճնշման տակ ընդունի դա։ Կար վստահություն, որ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը իրականում իզորու է բոլոր այդ հարցերը կյանքի կոչել, իրականացնել։ Տեսեք, ես sense կարամ ասեմ, մի քիչ զգուշավորեմ այդ վստահության զգացողություն կար։ Այո, կար, ասեմ ինչի համար։ Ես տեսա թիմային աշխատում։ Ես 5 տարի էլ ասում եմ, ժողովուրդ ջան, հարգելիներս, մարդու շուրջ չի կարելի հավաքվել։ Իմ կարծիքով մարդկանց շուրջ չէ պետք է որ թիմի շուրջ եւ այդ թիմային աշխատանքը, երբ որ Գագիկ Ծառուկյանը ինքը չէր պատասխանում բոլոր հարցերին, այլ հենց այդ ոլորտային պատասխանատու պրոֆեսիոնալներին էր ասում եմ, խնդրեմ, ինքը կպատասխանի, հետո ես եթե պետք է լինի կավելացնեմ։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդքան տարիներ, որ ինքը քաղաքականության մեջ զուր չի եղել։ Ձեզ արդեն շատերը դիտարկում են որպես ոչ միայն որպես քաղաքական բլոգեր, այլ որպես քաղաքական գործընթացների մասնակից։ Համաձայն եք այդ գնահատականի հետ։ Իհարկե, ես առաջին օրվանից արդեն իսկ մասնակցում եմ քաղաքական գործընթացներին, մաս եմ կազմում, մի կաթիլ, բայց սենց ասեմ ձեզ, էլի մի անգամից իմ բառերով, թույլ տվեք իմ բառերով չկա մի անձնավորություն այս Հայաստանի Հանրապետություն կամ դուրս մի հայ, որի ասենք հետ ունեցած հարաբերությունների խաթր ես իմ ժողովրդի, իմ պետության, իմ հայրենիքի շահերը ինչ որ սակարգեմ։ Դες բան չի։ Վաղը Գագիկ Ծառուկյանը ինչ որ բան կանի, որը իմ դուրը չի գա, նախ առաջինը, քանի որ ինքը ինձ հարգեց, ինքը ինձ ընդունեց եւ հարկ համարեց իմ հետ զրուցելու, ես առաջինը իր թիմագիծների կամ իր հետ կխոսեմ այդ խնդրի մասին կփոխանցեմ, եթե չլինեն լուծումներ, ես անպայման կբարձրաձայնեմ։ Չեք մտահոգվում, որ քաղաքական ուժերի հետ ձեր հանդիպումները կարող են ընկալվել որպես կողմնապահություն։ Կա դենց վտանգ, որովհետև ես արդեն ումոգան ասես եղել եմ ցավոտ տանը։ Ես օրական մեկի թեմայից խոսում, մի հատ հույր եմ կանչում, ես իրական եմ։ Ես Վանեցյանական եմ եղել, Սերժական եմ, Ռոբերտական եմ, այսօր էլ Ծառուկյանական եմ։ Ես այո, բոլորական եմ, եթե այդ մարդիկ մեր օրակարգի մեջ են եւ Հայաստանի շահերն են սպասարկելու։ Ում ուզում եք, ումոգան ուզում եք ինձ սարքեք, եթե այդ մարդը Հայաստանի մի կաթիլ օգուտ տվեց, ինքը իմ գլխի վրա տեղ ունենալու։ Եվ վերջում ինչ եք ուզում, որպեսզի հասարակությունը, հանրությունը ստանա ձեր այդ գործընթացից, որ սկսել եք։ Ես ուզում եմ, որ հասարակությունը սկսի մտածել ուղեղով ու ոչ էմոցիոնալ, սառը դատողությամբ, բայց դու պետք է հաշվի առնես, որ տարածաշրջանում ես, օվկիանոսից այն կողմ։ Դու պետք է ուրիշների օրինակի վրա Իսրայելի, մեկ-ելների, Ուկրաինայի օրինակ վերցնես, թե ինչ կարա լինի քո հետ, եթե դու սխալ քայլերով գնաս եւ միակողմանի ծափահարես ինչ որ մեկի դեմ։ Այսօր մեզ պետք է էմոցիաները կողքի դնել, ռեալ հաշվարկել ում հետ է մեր շահերը բռնում եւ մեր շահերի սպասարկողի հետ գործընթաց սկսել։ Ես դա եմ մաղթում իմ ժողովրդին եւ այս ամեն ինչ որ մենք մեր թիմով անում ենք, ես իմ ընկերների երբեք չեմ առանձնացնում։ Սա գաղափարը, որ ծնվում է ոչ մենակ իմ ուղեղում։ Չեմ կարող չօգտվել ձեզ չտալ, ավելի ճիշտ չընձեռել այդ հնարավորությունը եւ ձեր հետևորդներին դիմելու հնարավորություն մեր տաղավարից, եթե ցանկություն կա։ Նախ առաջինը իմ հետևորդներին ես հորդորում եմ գրանցվել այս հավանության կոճակը սեղմեք, գրանցվեք, որովհետեւ այնտեղը որտեղ իմ դուրն եկավ, այստեղ հաջախագի եմ լինելու։ Ինձ թվում է, որ մենք հաջախագի կարող է հայտնվենք այստեղ ինչ որ հարցերի շուրջ։ Եվ երկրորդը նորից եմ կրկնում իմ հետևորդներին, ստապ գնահատում, շուտ ցած ասած չգնեք լավ խոսքերի հետևից, լավ խոսքերով 18 թվականին արդեն մեկը եկել է, մեզ տարել է կատաստրոֆայի, դուք տեսեք ռեալ թիմին, նայեք թիմին, միք նայեք ով ինչ է ասում, նայեք ինչ է ունի արած եւ ով է գալիս ասում ես սա անելու եմ, տես իր քաշինա, ինքը կարողանում է ծանրաձողը վերցնի, թե ոչ։ Լավ է լինելու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։
Հիշեցնեմ, մենք զրուցում էինք քաղաքական բլոգեր Արսենի հետ։ Ցտեսություն։